անցավ ու հեռացավ Լսում եմ Դուք մի քանի րոպե ժամանակ ունեք Շատ քիչ Ես ընկերության հետ կապված գործ ունեմ ձեզ հետ Կարեն ջան, կարող ես գնալ Լավ Ես էլի եմ եկել Եվ Ես խոսել եմ պարոն Գնունու հետ Չնայած այն ժամանակ իրավիճակն ուրիշ էր Ավելի մանրամասն կբացատրեք Ասեմ, եթե ուզում եք ավելի մանրամասն, ասեմ ավելի մանրամասն Եվ այսպես Կազմակերպությունը, որը ես ներկայացնում եմ Ուզում եք գնել ձեր ընկերությունը Ինչ? Մենք խոսել ենք պարոն Գնունու հետ, չնայած նա հրաժարվեց Այդ դեպքում ինչ եք հելի եկել Որովհետև դա հիմա ձեր համար լավագույն տարբերակը կլիներ Իսկ կարելի է ես որոշեմ, թե որն է իմ համար լավագույն տարբերակը Ընկերության բոլոր հաշիվները կալանքի տակ են Ընկերության գործունեությունը կասեցված է Ձեր հաշիվները Գնունին այլևս ոչինչ չունի Եվ ընկերության վաճառքը դա լավագույն տարբերակը կլիներ եւ շատ կօգներ ձեզ Ես ժամանակ չունեմ ձեզ հետ զրուցելու Լսեք, եթե հիմա չվաճառեք Մենք ոչինչ չենք վաճառում Պարոն Գնունին ձերբակալված է Նրանից հետո միայն դուք կարող եք որոշումներ կայացնել եւ պետք է խելացի որոշում կայացնեք Ընկերության վաճառքը կարող է հանել ձեզ այս իրավիճակից Եվ դա լավագույն տարբերակը կլինի Այլ դեպքում դուք կկործնեք Վերջ ասեցի Կրկնում եմ, մենք ոչինչ չենք վաճառում Դուք արդեն կորցրել եք ընկերությունը Հաջողություն Ինչպես կուզեք Ու խնդրում եմ, մյուս անգամ էլ նման հարցով չգաք այստեղ, լավ Ց, տեսություն Բոլորին թվում է, որ մենք պետք է հանձնվենք Որ ամեն ինչ կորցրել ենք Բայց այդպես չի Ինձ համար միևնույնն է, ինչ են գրում թերթերը, ես չեմ հավատում Գնունուն չեն ձերբակալել? Ձերբակալել են Բա տեսնում ես Նարեկ ինձ ոչինչ չի ասել Դե ինչ ասի Սարբայմա ինչ ես անելու Ոչ մի բան Մեր մոտ ամեն ինչ կարգին է Ու Ես չեմ հավատում ընդհանրապես այս գրածներին Դու քեզ հույս տուր Սար, քո Նարեկը սովորական տղա է Իրանք էլ փող չունեն Շուտով մեքենաներն էլ կվաճառեն Եթե իհարկե կալանքի տակ չեն Այս ինչ վատ բան ստացվեց, Սար Դու նշանվեցի Նարեկի հետ, որ լավ ազգանուն ունենաս Հիմա այդ ազգանունը հեչ լավ ազգանուն չի ու քեզ ոչինչ չի տա Խեղճ աղջիկ Դու էլ ոմանց նման ուզում էիր մեքենաներով, վարորդներով, մանգայր Խանութներ, ռեստորաններ Վատ չէ Վերջացրու, հա? Հա լավ, խոսում ենք էլի Սար մի նեղացի Ես չեմ նեղանում ու ընդհանրապես չեմ էլ հավատում ոչ ձեր ասածներին, ոչ էլ այս թերթերի գրածներին Լավ, ոնց ասես, կուզես մի բան ուտենք Սար, սովաս չես? Պարոն Գնունի, ես ձեզ հետ պետք է պարզ խոսեմ Իհարկե Դուք շատ լավ հասկանում եք, որ ձեր մասշտաբի մարդուն չէին ձերբակալի միայն Սահակյանի տղային ծեծելու համար Եվ Դա ընդամենը պատճառ է, որը շատ ճիշտ օգտագործեցին ձեր դեմ Ովքեր Մեկը, որ ցանկանում է ձեզանից ինչ-որ բան ստանալ Կամ ինչ-որ վատություն անել ինչ-որ բանի համար Դուք գիտեք ով են Ոչ
ես էլ չգիտեմ։ Մենք կպարզենք։ Հրանտը ամեն բան կանի, որ պարզի։ Բայց դուք ինձ շատ կօգնեք, եթե փորձեք հիշել։ Գուցե այս օրերի ընթացքում ձեզ զանգել են կամ որևէ բան են պահանջել։ Չէ։ Նման բան չեմ հիշում։ Պարզ է։ Իսկ Վարդանից ինչ կա։ Նրա հարցը շատ ավելի հեշտ է։ Կկարողանաք նրան դուրս բերել։ Դա ինձ համար շատ կարևոր է։ Ոչ։ Բայց նրան բաց կթողնեն միայն այն ժամանակ, երբ որ ձեզ բաց թողնեն։ Նրա հետ կապված ամեն բան կապում են ձեր հետ։ հենց դա ինձ զայրացնում է։ Ոչինչ անել չենք կարող, պարոն Գնունի։ Իսկ ընտանիքս ինչ վիճակում է։ Պարոն Գնունի, ես ձեզ կասեմ, ես հասկանում եմ, որ շատ ծանր է նման բան իմանալը, բայց դուք միևնույն է դա կիմանաք։ Քննիչը կասի ձեզ ձեր հարցաքննության ժամանակ։ Ձեր բոլոր հաշիվները արգելանքի տակ են դրված։ Ձեր ընկերության աշխատանքը կասեցված է։ Հետաքննություն են սկսել։ Այն ամենը, ինչ կապված է ձեր անվան հետ, ամեն ինչ հետաքննում են։ Հա, մոտավորապես այդպես էլ պատկերացնում էի։ Հիմա դուք հասկանում եք, որ սա Սահակյանի հետ ոչ մի կապ չունի։ Հասկանում եմ։ Իհարկե հասկանում եմ։ Ինձ համար հիմա կարևորն այն է, որ ընտանիքը շատ չկչվի։ Են ինչ որ բան բերեմ։ Չէ, Լուր ջան, գլուխս հացավում կանցնի։ Դե անպայման խմեք այդ տեղը կօգնի։ Խմում եմ։ Կարող է հիվանդ եք կամ տաքություն ունեք։ Չէ։ Լուր ջան, ես այսօր ոչ մի պայմանավորվածություններ չունեմ ու ուզում եմ գնամ տուն։ Իսկ եթե հարցնող լինի, ինչ անեմ։ Մի բան օրինի ասա չէ, որովհետև այսօր ես ի վիճակի չեմ։ Դե ման կմիացնեմ։ Հա, հիմա բոլոր զանգերը միացրի, հա։ Եղավ։ Ստեսի։ Ես ինչ անեմ, որ ազատվեմ քեզանից։ Ինչի ինձ հանգիստ չես թողնում։ Ինչ ես ուզում։ Ես այդպես էլ գիտեի, որ չես թողնելու հանգիստ ապրեմ։ Գիտեի։ Ոնց ասել ես, այդպես էլ անում ես։ Ինձ վրա շատ թանկ է նստում քեզնից բաժանվելը։ Բայց չեմ թողնելու, որ սեն շարունակվի։ Դու էլ իմ կյանքը չես բախտորի։ Հերիքա։ Ան ես վերև չեմ բարձրանում։ Նարեկ Սոնան։ Ան շատ եմ կարող տեսնեն։ Ուղղակի դու շատ լավ գիտես, որ հիմա չեմ կարող Սոնային տեսնել։ Հասկանում եմ։ Չգիտեմ ինչ ասեմ, Ան։ Սոնան անդադ սպասման պետք է հեսա պապային տուն բերեմ։ Բայց ամեն դեպքում մենք պետք է խոսենք Սոնայի հետ նար։ Գիտեմ։ Նարեկ մենք ուղղակի չենք կարող նրան անդադ խաբել։ Ամեն օր սպասում է, հասկանում ես։ Ինչ ասեմ, Ան։ Ասեմ, որ պապան դեռ երկար ժամանակ չի գալու, հա։ Բայց ինչի ես տենց տրամադրված։ Դու ասում էիր, որ Այլ եմ ասում, ամեն ինչ լավ կլինի, ուղղակի մենք չգիտենք թե երբ կգա։ նա լավ կլինի, որ այսօր կամ վաղը, երբ որ զգաս, որ պատրաստ ես, խոսես հետը։
Լավ։ Այդպես ավելի լավ կլինի։ Ասա, որ խնդիրներ կան, ասա, որ պապան մի քանի օր ուշանալու է, չգիտեմ։ Գոնե թող չսպասի։ Լավ ան, իսկ դու հիմա լավ ես։ Հա, լավ եմ։ Ան դու քեզ լավ նայի, մեզ շատ ես պետք։